24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Խոսենք նախ Սահմանադրական դատարանի սպասումներից, մինչ այս պահը դեռևս չի հրապարակվել արդյունքները ժամը 15:00-ի դրությամբ, առհասարակ դուք ինչ սպասելիքներ ունեք, որովհետև քաղաքական դաշտում շատ քննարկվեց, որ մի process-ի մեջ եք ներառվել, որի արդեն պատասխանը կա, ուղղակի քննություն է ընթանում ձևի համար, դուք ինչ եք կարծում, ինչ որոշում կկայացնեն։ Եթե Սահմանադրական դատարանը լինի կայացնի արդար ու իրավունքի չափին համապատասխան որոշում, ապա պետք է վերանայվեն ընտրությունների արդյունքները, այսինքն մեր հիմնական պահանջը նրանումն էր, որ նոր ընտրություններ անցկացվեն, որովհետև այն խախտումների չափերը, այն բռնաճնշումների չափերը, որոնք եղել են մինչև ընտրությունների նախորդին եւ իհարկե ընտրությունների օրը, հենց որպես այդպեսին բավական ահռելի մեծ չափերի էին, անգամ մեր անկախության շրջանի երբևիցե չտեսնված չափերի հասնող մակարդակի էին։ Սպասելիքները, գիտեք, դա է հիմնականում մեր ակնկալիքը Սահմանադրական դատարանից նման տեսակի որոշման կայացումն է։ Իսկ ընդհանուր առմամբ, գիտեք, սովորաբար շատ հաճախ մարդիկ քննադատում են քաղաքական ուժերի նրա համար, որ իրենք չեն անում նույն գործողությունները, ինչ որ հակառակ բևեռից, այսինքն քննադատող կողմից է հնչում, բայց պետք է մենք մի բան հասկանանք, որ եթե մենք ուզում ենք փողոցով որևէ գործողություն իրականացնել, իհարկե իրավունքի դաշտին համապատասխան, նախ եւ առաջ պետք է սպառել բոլոր իրավական ացիաները, հնարավորություն չտալ իշխանություններին այդտեղ մանևրելու կամ այդտեղ որևէ ձևով թիրախավորելու, այսինքն ցույց տալու, որ ընդդիմությունը չի գնացել իրավական ճանապարհով, գնում է փողոցային ճանապարհով։ Ես կարծում եմ ու վստահ եմ, որ այս մոտեցումը անկախ նրանից մենք ինչ կարծիք ունենք ՍԴ-ի մասով, անկախ նրանից թե մենք ինչ կարծիք ունենք դատական համակարգի նկատմամբ, պետք է անպայման իրավական դաշտը սպառել, ցույց տալու համար, որ առաջի հերթին ընդդիմությունը գնում է իրավունքի դաշտով, իրավական դաշտով եւ փորձ է անելու իրավական դաշտով հարցի կարգավորում տեսնել։ Եթե չստացվի, արդեն բնականաբար գալիս է նույնպես համարական կարգը պահելով հետագա գործողությունների իրականացումը։ Դե ինչ գործողություններ հետագա պետք է լինեն։ Եկեք ժամանակը գկակ ասենք, հիմա շատ վաղ է դրա մասին խոսել, դեռևս կան քաղաքական որոշակի ծրագրերի զարգացում, հետևանքներ, իսկ որպեսզի քաղաքական ուժերը, հատկապես մենք Ուժեղ Հայաստան դաշինքը կարողանա ապահովել փողոցային պայքար, նախ պետք է ստեղծին նախադրյալ են դրա համար, այնպես չի, որ դուրս եկար փողոց, չունեցար համապատասխան քաղաքական նախադրյալներ, որոնք արդյունք չեն տվել։ Ես կարծում եմ, որ մի կողմից ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժին թերագնահատում են, որովհետև ըստ երևույթին այն մոտեցումները, որոնք տեսել են քաղաքական դաշտում, այս ընտրություններից հետո նոր որակի քաղաքական դաշտ է գալու։ Ես վստահ եմ, որ մենք շատ կզարմացնենք եւ ԿՊ-ին հատկապես, եւ իհարկե մեր ընդհանուր հասարակությանը որպես նոր ուժ, որը նոր մոտեցումներ է ցույց տալիս, յուրաքանչյուր խնդրահարույց կամ կլինի դա թեկուզ օրինակ փողոցային պայքարի մակարդակում, այսինքն մենք այնպես չի, որ դասեր չենք քաղել նախկինում տեղի ունեցած սխալներից կամ բաց թողումներից եւ անելու ենք նույն բանը, ինչ որ արվել է նախկինում։ Ասում եք ԿՊ-ին կզարմացնեն, ԿՊ-ն ասում են թող գան, փոքրիկ խմբակով իրենք են գալու այստեղ նստեն։ ԿՊ-ն մենք գիտենք իհարկե ԿՊ-ն ասում փոքրիկ խմբակ, բայց հիմա դուք եք փոքրիկ խմբակով այնտեղ։ Դա դեռ հարց է փոքրիկ խմբակ, ավելի շատ փոքրիկ խմբակ ձևակերպումը քաղաքական իմաստով իմը պարունակում է մանր որոշումներ կայացնող քաղաքական ուժ, որը ըստ երևույթին տեսնում ենք, ինչի ենք մենք շատ հաճախ անվանում փոքրիկ խմբակ, ես փորձեմ մեկնաբանեմ դա, ոչ թե նրա համար, որ այստեղ ավելի շատ թվականակով են հաշվարկները գնում, այլ շատ པարզ մի փաստով Իլհամ Ալիևը հրահանգները իջեցնում, իսկ իրենք մանր իրենց փոքր խմբակով որոշումներ են կայացնում, թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա, որպես օրինակ Արցախի միակողմանի հանձնումը, թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա, որպես օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, այն էլ այն դեպքում, երբ որ 18 թվականին ոչ բարով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, անգամ մատ էր թափ տալիս ժամանակին գործող իշխանության վրա, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի Արցախի մասով, իսկ տեսանք, թե իրենք փոքրիկ խմբակով ինչպիսի մեծ արհավիկներ բերեցին մեր ժողովրդի գլխին։ Եվ այս է ձևակերպման հիմնական մոտեցումը, իսկ թե ինչպիսի քաղաքական պայքար կլինի, թե չի լինի խորհրդարանում, որտեղ պետք է լինի ՍԴ-ի որոշումը, որը չկա, ես կարծում եմ իրենք շատ մեծ անակնկալների կարժանանան եւ իրենց սպասելիքները մեր մասով շատ սխալ ձև է հաշվարկված, այսպես ասեմ։ Հետևաբար ես ոչ թե խոր կտամ, այլ ընդհանուր ձեզ կասեմ որպես լրագրող եւ որպես լավ բարեկամ,
Սա դե որոշումից հետո երբ որ կլինի քաղաքական հայտարարությունները, մենք կտեսնենք թե ընթացքում ԿՊ-ն ինչպիսի մոտեցումներով եւ անակնկալներով մեր կողմից կարժան, անակնկալների մեր կողմից կարժանան, իսկ դրանից առաջ գիտեք ԿՊ-ն մի շատ է սիրում խոսել, այդ իրենց քաղաքական որակի մասին է խոսում, բայց գործի առումով միայն կատարում է Ադրբեջանի բաժը։ Մենք էլ սիրում ենք քիչ խոսել ու շատ գործ անել։ Մեր տարբերությունը իրանց մեջ դրանում է կա։ Դրա համար մենք գերագնահատում եք, կարծում եք, որ մյուս ընդդիմադիր ուժերը չկարողացան անել եւ ինչ որ բան փոխել եւ դուք կարող եք դա փոխել։ Փաստացի մենք ունենք իրականություն, որ չի ստացվել, իհարկե ես դա ոչ թե այսպես ասած ծաղրելու կամ հեգնելու նպատակով եմ ասում, փաստ եմ արձանագրում, փողոցային պայքարները չեն ստացվել ինչ-ինչ քաղաքական դասավորությունների հետևանքով, իսկ ինչ վերաբերում է ԿՊ-ի հայտարարություններին, ԿՊ-ն էլ բարձ է, պետք է դրա մասով ուրախանա, որովհետև իրենք վերջի վերջո կատարածու են, վերջի վերջո դրածո իշխանություններ են եւ իրենց միսիան կատարելու նպատակի համար պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել։ Անկամ ես կարող եմ կասկածել, որ իրենց հարազատների անձնական շահերի վրայով կարող են անցնել, ինչա թե իրենց շեֆերի հրամանները կատարեն։ Ինձ համար սա ուղղակի քաղաքական պայքար չէ, կամ մեր թիմի համար սա պարզապես քաղաքական պայքար չէ, մենք գիտակցում ենք պատասխանատվության չափը եւ նաեւ ռիսկերի հաշվակ ունենք։ Եվ կարծում եմ, որ մեր թիմից յուրաքանչյուրն իր մեջ հաշտվել է այն մտքի մասով, որ խորհրդարան եթե մտնենք, խորհրդարան մտնելուց ինչ հետևանքներ կարող է լինել, եւ եթե չենք մտնում խորհրդարան, ինչ հետևանքներ կլինենք։ Մենք այդ ծանոթ ավելի շատ մտնելուն այդպես ենք հասկանում, նաեւ Նարեկ Արաքելյանը։ Գիտեք, եկեք այսպես ասեմ, որպեսզի ես սուտ խոսել չեմ սիրում, ճիշտ կլինի սպասենք Սահմանադրական դատարանի հայտարարությունը, որից բնականաբար շատ բան է կախված, որից հետո արդեն մանդատ վերցնելու մասով հստակ ձեր հարցին կարող կլինեմ պատասխանել։ Գիտեք, որ շատ է քննադատվում մանդատ վերցնելու մասով, որ ինչ է փոխելու, 5 տարի տեսանք ինչ եղավ, նույնը շարունակելու եք, հոգնել ենք այդ իրար հանդեպ սուր այդ հայտարարություններից, խոսքով, ելույթներից, այդ ելույթներով ոչինչ չի փոխվում երկրում։ Գիտեք, ավելի ես այսպես ասեմ, հա, իհարկե քննադատություն որպես այդպիսի լավ ինստիտուտ է, որովհետև մի սթափ է պահում քաղաքական ուժերին, չի թողով, որպեսզի կտրվեն գետնից, բայց ավելի adekvat մոտեցում է պետք է ունենալ, եթե մենք հիպոթետիկ վերցնում ենք որպես պայմանական օրինակ մանդատներ վերցնելու ձևաչափը, այստեղ կա մի քանի հարցեր, հա, նախ առաջինը Ալեն Սիմոնյանը ճիշտ է հիմա չի լինելու առհասարակ խորհրդարանում, բայց դրանից առաջ ես կարծում եմ, որ դա նույնպես ԿՊ-ի քաղաքականության մասն է կազմում, արել է հայտարարություն ասելով, որ եթե մենք չվերցնենք, այսինքն ուժը Հայաստանը չվերցնի, ուրիշները կգան մեր փոխարեն, սա որպես մեկ օրինակ։ Ես վստահ եմ, որ եթե պայմանական մենք չվերցնենք ու մեր փոխարեն կան այնպիսի ուժեր, իսկ մենք գիտենք թե ինչպիսի ուժեր պետք է գան մեզանից հետո ովքեր որ շատ ձայն են հավաքի, օրինակ միասնության թևերը Բարգավաճը։ Իսկ հետո չէ, դե Բարգավաճը կամ օրինակ մնացածը Որ այնպես չի, որ դե տեսնում եք մենք այնտեղ ունենք կուսակցությունը չէր։ Դե հանրապետություն կուսակցությունները որպես այդպես, եթե մենք այսպես դիտարկենք քաղաքական հաշվարկի մոտեցումը, մենք չենք կարող պատկերացնել, որ եթե մենք հրաժարվում ենք մեր մանդատներից, չէ՞ որ 350,000 մարդ մեզ ձայն է տվել։ Սա երկրորդ հանգամանքը։ Եթե մենք չենք վերցնում ենք մանդատները ու դա դիտարկվում է որպես նախորդ 21 թվականի խորհրդարանի վատ փորձի կրկնություն, ես շտապ եմ հիասթափեցնել, որ նման բան չի լինելու։ Մենք չենք վախենալու որևէ ճնշումներից, մենք չենք հետ կանգնելու մեր տված խոստումներից, այնպես չի որ եթե վերցնենք օրինակ եմ ասում մանդատները մենք հրաժարվելու ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու կամ օրինակ հրաժարվելու ենք այն խոստումներից մարդկանց սոցիալական կյանքը բարելավելու, որը կա նախընտրական շրջանում։ Իհարկե գիտենք, որ սահմանափակումներ կան եւ որպես օրինակ իշխանություն չլինելով չես կարող օրինակ մթերման կայաններ կառուցել կամ օրինակ 0% հակ կարող ես առաջարկել օրինագից, բայց դա հարց է դա կընդունվի թե չէ, այսինքն ըստ էության մենք գոնե փորձելու ենք հնարավորինս մեծ չափով մեր նախընտրական խոստումները մեր ժողովրդին հասցնել, անգամ այն մարդկանց, ովքեր մեծ ձայն չեն տվել, այսինքն մեր նպատակը մեր ժողովրդին վերջնականապես հասու լինելն է, այսինքն մարդկանց մեզ հասանելի դարձնելն է եւ մարդկանց մեր օրինակով մեր աշխատանքի օրինակով մարդկանց համոզելը, որ մեր քաղաքական ուժը ունի պատասխանատվություն եւ պատասխանատվության հետևից գնում է։ Հաջորդ հանգամանքը մանդատներ վերցնելու որպես օրինակ։ Գիտեք, կան քաղաքական պատասխանատվություններ եւ կան հարցերի մոտեցումներ, որը որ եթե ուժեղ Հայաստանը որպես մեծ ռեսուրսների տեր քաղաքական ուժ եւ դա չեմ ուզում որևէ կուսակցության հետ համեմատեմ, մեկ այլ քաղաքական ուժ, ես չեմ կարծում, որ մեր ռեսուրսների չափ որևէ այլ կուսակցություն կա, որ կարող է այդ ռեսուրսներից օգտվել կամ նպաստի Նիկոլ Փաշինյանի իշխանության անկմանը։
եւ կարծում եմ, որ պետք է ուժերի բալանսը ճիշտ գնահատել, այնպես չի, որ մենք վախենում ենք փողոց դուրս գալուց կամ փորձ չունեմ, օրինակ, որպես ես տարիներ շարունակ փողոցային պայքարի մասնակից անձ մտածում եմ, վայ, էլի դուրս գամ փողոց, իհարկե ոչ, բայց որպեսզի արդյունավետ լինի եւ դա չլինի հերթական անգամ, այլ լինի մեկ անգամ ու վերջնական, պետք է արվի հստակ քաղաքական հաշվարկ եւ ձևավորվի այնպիսի քաղաքական մթնոլորտ, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ցանկություն ունենա դուրս գալու, արդար պահանջ եւ ցասում ունենա։ Բայց ասում են, որ պահը բաց թողեցիք, որովհետեւ հենց ընտրության գիշերը պետք է դուրս գայիք դուրս հաջորդ օրը, որովհետեւ եթե ընտրությունները կեղծվել են, ապա պետք է փողոցները լիքը լիներ, իդեպ Փաշինյանն էլ էր դա ասում, ուր եք։ Գիտեք, Փաշինյանի ես չեմ ուզում մտնել քաղաքական օրակարգի մեջ, ինքը այդքան չկա, որ մեզ կոնկրետ մեր քաղաքական ուժին ասի մենք եւ դուրս գանք փողոց կամ ինչպեսի մոտեցում ցույց տանք, սա ես ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Դե այո, դա էլ կա, դրամազոտ միայն առանցին դիտարկում Փաշինյանի խոսքը, իսկ վերաբերում անդիմադիր մնացած Հայաստանի ունեցող մարդկանց կոչերին, գիտեք, ինձ համար որպես քաղաքական ուժի պատասխանատվություն ես չեմ կարծում, որ էմոցիաներով եւ պարը բաց թողելու նպատակով փողոց հանելը արդյունավետ կլիներ, հատկապես որ նորից շեշտեմ, կա իրավական գործընթացներ, իսկ որպեսզի դու կարողանաս մնացյալ, որ ՍԴ-ն տեսնի, որ լիքը մարդ է կա դրսում եւ դուք հիմա հակասում եք ինքներդ ձեզ, մեկը ասում եք, որ ՍԴ-ն իշխանության ու հավաքական մտքով եմ ասում, իշխանության կատարածող մարմին է, ակնկալիքներ պետք չի ունենալ ՍԴ-ից, իսկ կողմից էլ ասում եք դե փողոցային պայքարը հասարակության, լավ, թեկուզ, որ արդեն վիճերը կա, դուք ուղղակի դիմել եք ամեն դեպքում, բայց կաշկանդվածություն կարող է ՍԴ-ն լինել, եթե բազմահազար մարդիկ լինեն դրսում։ Կարծիքներ շատ կան, տարբեր մարդիկ տարբեր ձև են մտածում, ես ասում եմ մեր քաղաքական ուժի դիրքորոշումը։ Ես ու մենք չենք կարծում, որ պահի էմոցիոնալ ազդեցության տակ գործողությունները կբերեին ցանկալի արդյունքի։ Այո, կարող է դա որոշակի էֆեկտիվություն ունենալ 2 շաբաթ կամ 1 ամիս փողոցում լինել, մարդկանց ցասումը տեսանելի լինել, բայց հավաքական իմաստով Նիկոլ Փաշինյանի հեռացմանը չէր նպաստելու, ես այդպես եմ կարծում։ Եվ եթե մենք մոտեցում ունենք պարզապես հերթական անգամ գործողություններ անելու եւ քաղաքական այլ ուժերի սխալները կրկնելու, դա մեզ համար չէ։ Մենք ունենք հիմնական մեկ նպատակ եւ այդ նպատակը հասնելու համար էմոցիաներից պետք է զերծ լինենք։ Դրա համար մենք հիմա փորձում ենք հասկանալ ՍԴ-ի որոշումը ինչպիսին կլինի, որից հետո կլինի քաղաքական հայտարարություն իր բացատրություններով եւ վերցնելու եւ չվերցնելու մասով։ Իսկ ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ես նորից ասեմ, որ մեր թիմում չկա գետ 1 հոգի, ով կխուսափի փողոց դուրս գալուց կամ օրինակ դեմ կլինի։ Ես մի փոքր գաղտնիք բացեմ, շատ փոքր գաղտնիք բացեմ մեր ներթիմային քննարկումներից, ընտրություններից հետո առաջի անգամ երբ որ մենք հավաքվեցինք, առաջի հարցը որ հնչել է մանդատ վերցնում ենք եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր թիմից չեղի գետ 1 անձ, ով կամ առհասարակ կարծիք չի կարացել հայտնի։ Եղել են տարբեր կարծիքներ, եղել է եւ վերցնել եւ չվերցնելու կարծիքներ։ Դրա համար մեր ներթիմային քննարկումները մինչ օրս այդ մասով որոշակիորեն ծանոթ անելու խնդիր կա, որովհետեւ նորից կրկնեմ, ինձ համար եւ մեր թիմի համար շատ կարեւոր է հասարակությունից չկտրվելը։ Նախորդ ընդդիմությունը 21 թվականի ընդդիմություն կամ դրանից առաջ ընդդիմությունը չնայած չի եղել որպես այդպեսին, կապը կորցրել իր ընտրողի հանդեպ։ Դրա համար էլ ինչ որ X ժամանակահատվածում հարցի լուծումը կազմակերպումը փողոց չեն կարողացել գեներացնել։ Դրա համար մենք պետք է փորձենք այդ կապը մեր ընտրողների հանդեպ։ Օրինակ Հայաստան դաշինքներ մենք տեսնում ենք միշտ գնում են մարզային այցելություններ։ Միշտ տեսեք 22 թվականի դիմադրության շարժումը սրբազան շարժումը բացառում, որովհետև դա կապ չուներ սկզբնական փուլում գոնե առնվազն քաղաքական կուսակցությունների հետ, ես 22 թվականի դիմադրության շարժման մասին եմ խոսում, իսկ 22-ից մինչև 26 թիվ 4 տարվա ընթացքում շատ մեծ արավիկներ ա եղել մեր երկրի ժողովրդի հետ։ Եվ եթե իմ համոզմունքն է, եւ եթե կապը կորած չլիներ ընտրողների եւ հասարակության հետ կամ այսպես ասած անդիմությունը հասարակության մոտ ավելի խոր ընկալելիության լավ առումով խոր ընկալելիություն ունենա, ես վստահ եմ, որ փողոց գեներացնելը շատ ավելի հեշտ կլիներ։ Կա եղել է աղճատումներ, եղել է բաժանում, չգիտակցված ամենայն հավանականությամբ, չեմ ուզում մեղադրել, բայց դրա համար ժողովրդի մոտ այդ համոզմունքը բացասական առումով 21 թվականի խորհրդանի մասով կա։ Օրինակ շատ են ասում, չէ, գնացիք ծեծկերակ, չեք կարողանում օրենքներ ընդունել։ Իհարկե այդ խնդիրը հիմա էլ կա օրենքներ չընդունելու մասով, կամ օրինակ չեք կարողանում ճիշտ քաղաքական տերմինոլոգիական քաղաքական խոսույթ կիրառել ազգային ժողովում, շատ քննադատություններ կա։ Մենք ունենք այդ փորձը եւ փորձելու ենք այդ
նախորդ աված սխալներից դաս էր քաղել։ Երբ ասում եք անակնկալներ եք մատուցելու ԿՊ-ին, վատ անակնկալներ են, թե լավ, դեպ անակնկալը եւ լավը եւ։ Դա էլ անակնկալ մնա ամեն դեպքում ես կարծում եմ, որ ԿՊ-ն անակնկալները սիրում է եւ հասնում է անակնկալների պակասը չի զգա։ Բայց առհասարակ ինչպես եք պատկերացնում աշխատանքը, եթե իսկապես որոշումը լինի մանդատները վերցնել եւ գնալ խորհրդարան, այն ձայների քանակով որ ունեք, այն մանդատների չափով որ ունեք, որովհետեւ հասկանալի է, որ ելի մեծամասնություն է ԿՊ-ն եւ օրենքները ընդունելու իր ցանկությամբ իր որոշման։ Տեսեք, յուրաքանչյուրիս, այսպես ասեմ, եթե մանդատների վերցնում օրինակն են քննարկում, յուրաքանչյուր մանդատ վերցնողի մեջ կետրում կանգնած է 12-ից 13000 մարդ։ Ինքնայիտ մի հոգի ներկայացնում է այդքան ընտրողի, 12-ից 13000-ի։ Եվ ես օրինակ Գեղարքունիքի մարզում շատ եմ աշխատել, ես այդպես եմ պատկերացնում, չգիտեմ մեր թիմը քաղաքական ոնց կորոշի իմ ներգաղացությունը մարզում ինչպեսին պետք է լինի, բայց ես կարծում որ պետք է մարզային աշխատանքները գետնի վրա, ուղղակի այցելություններ, հանդիպումներ չլինեն։ Կոնկրետ մարկած սոցիալական հարցի լուծում տրվի, դա կլինի եւ համայնքի հետ կապված խնդիրներ, դա կլինի եւ մարզի հետ կապված խնդիրներ, դրանք պետք է համակարգվեն, համախմբվեն եւ ճիշտ մեխանիզմով լուծում տրվի։ Դա հիմնականում գյուղատնտեսական խնդիրներն է, սոցիալական խնդիրներն է, որը շատ խորացված է, հատկապես Գեղարքունիքի մասով ասեմ, այնտեղ լացելու մակարդակի է հասնում, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, մարդկանց սոցիալական վիճակը աններելի չափ վատ է։ Այսինքն դրան բացատրություններ չես կարող տալ, խի այսքան վատ։ Այսինքն սոցիալական թեմաները վեր կան։ Բոլոր տեսակի, գիտեք, անվտանգային էլ որպես օրինակ Վարդենիսի համայնքը սահմանամերձ համայնք է, մնացած, Գեղարքունիքի մարզի քաղաքները եւ գյուղերը ունեն շատ լուրջ սոցիալական հարցեր, տնտեսական հարցեր, մարդկանց նաեւ անվտանգային հարցերն է շատ լուրջ անհանգ ստացվում, հատկապես սահմանամերձ հատվածների։ Օրինակ որպես օրինակ դպրոցների փակումը, մարդկանց պայմաններ են ստեղծում, նախորդ ասեմ, որ մարդիկ սահմանամերձ գյուղերում իրենց բնակավայրը լքեն։ Պարզ օրինակ բերեմ, մի հատ գյուղ կա, հիմնականում Վարդենիսից խոսեմ։ Այնտեղ ու մի չէ, շատ սահմանամերձ գյուղերը։ Այնտեղ միակ աշխատատեղը, եթե գյուղատնտեսությունն ու անաստապահությունը բացառենք, որտեղ դա աշխատատեղ չի որպես այդպեսին, դա այդ մարդիկ իրենց տունն են կաթով, իր այդ կովից ստացված կաթով, պան իրենց տանում, մի խոսքով։ Միակ աշխատատեղը դպրոցն է։ Դպրոցը փակում են, տանում են ավելի հեռու տեղ, ստացվում է, որ այդ ամբողջ սահմանամերձ հատվածներում ամեն մի գյուղից մի միջնացված, 20-ից 25 հոգի անգործ է մնում։ Այսինքն եթե 25-ն էլ բաժանում ենք, եթե համարենք որ 5 հոգի է, 5 ընտանիք անգործ է մնում, ամեն գյուղի մեջ էսպես բաժանում։ Չնայած կա տեղեր, որ աշակերտների քանակը շատ ավելին է, քան մնացած տեղերում, եւ մարդիկ իրենց աշխատանքից զրկվում են։ Ու ինչ պետք է անեն, եղել ենք հանդիպումներ ունեցել ենք, խոսել ենք, մարդիկ ասում են, ես իմ գյուղում չեմ ապրելու։ Ես ուրիշ բան չեմ պատկերացնում, կամ իմ երեխուն չեմ ուղարկի այլ դպրոց։ Այդ երեխան ստացվում է առանց կրթության պետք է մնա։ Սա նույնպես իմ կարծիքով պետական քաղաքականություն է, նպաստելու նրան, որ հիմա կասեք էլի նորից նույն բան եք ասում, նպաստելու նրան, որպեսզի մեր ժողովուրդը իրենց բնակավայրներից դուրս գա եւ տեղը բերեն բնակեցնեն 300,000 ադրբեջանցից ինչ որ մի խմբականակ։ Հիմա դրա համար եմ ասում, կասեք նորից 300,000։ Ես այդ մասին եմ ուզում խոսել, որովհետեւ ընտրություններից հետո ԿՊ-ից ասում են ուր են 300,000 ադրբեջանցիները, նախ մեկ ամիս չկա որ անցել են ընտրություններից, բայց ամեն դեպքում ասում են, որ դա սուտ թեզեր նման բան չի կարող լինել։ Իրենց տափակ մտածելակերպին որ նայենք, մինչեւ էդ Արցախը չպետք է լիներ Ադրբեջանի կազմում, դրանից առաջ էլ ասում են, որ մենք եկել ենք իշխանապողության Արցախ, հակարցախյան շարժումը ինքը ամենամեծ դավաճանն է։ Մենք տեսանք, չէ՞ ինչ արավիկներ եկավ։ Ես ուղղակի մի բան կասեմ, ես չեմ պատկերացնում մի բանական մարդու, մի գիտակից մարդու, ով Նիկոլ Փաշինյանի խոստումներին լսում ու հավատում է։ Շատ տարիներ են անցել, 8 տարի է անցել Նիկոլ Փաշինյանի կառավարման եւ չի ել գետ մեկ քաղաքական խոստում, որը ուղիղ ազդում է մարդկանց անվտանգության եւ կյանքի վրա, դա ճիշտ խոստում տված լինել։ Մարդիկ միշտ պատճառ են գտնում դա հակառակ ձև ներկայացնելու, հարություն արժան թարս իրավիճակ ստեղծելու համար։ Եվ եթե մենք այսօր պետք է նորից մեկնաբանենք ԿՊ-ի բնդումները, ես կարծում եմ մտնում ենք անիմաստ քննարկման մեջ։ Ես պարզապես մի հատ փաստ բերեցի, օրինակ բերեցի, որ հատուկ ու ասեմ ձեզ գյուղերում դպրոցներ կան շատ լավ վիճակում են, հագեցած են եւ լաբորատոր տեխնիկայով եւ գրադարանով, ամեն ինչ ունեն այդ դպրոցում։ Երեխեքը խնդիր չունեն լավ կրթություն ստանալու։ Բայց փակվում են այդ։ Այո, փակվում են, կրթության գիտության նախարարությունը արդեն հրապարակացուց ցանկ ունի դպրոցների համայնքների մասով փակվող, ճիշտ է դպրոցներ կան, որ դեռևս մինչև վերջ չեն վերակառուցվել, այսինքն եթե կար 26 թվականի ծրագիր, որ պետք է 26-ին տեղափոխել, որ դպրոցի շենքին նայում ես, հասկանում ես, որ դա 26 թվականին հազիվ թե ավարտվի։
ըստ էության բայց ծրագիրը կա եւ իմ խորին համոզմամբ եւ սա տրամաբանության կապ է ստեղծում, որ ինչու են փակում դպրոցները, հատկապես սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի, եթե հենց սահմանից է սկսվում քո հայրենիքի պաշտպանությունը, որ մարդիկ իրանց երեխեքին կրթության չտան, ստիպված լինեն իրանց երեխուն, որպեսզի կողքը լինեն երեխու, որտեղ ես էլ երեխա ունենայի ամենայն անկեղծությամբ, ես չէի վստահի մի վարորդի ում չեմ ճանաչում, այդ ձնի ձան ու բուքի, որ հիմնականում սահմանամերձը լեռնային հատվածն է լինում, 20 րոպե ճանապարհ գնա դպրոց հասցնի։ Ես ինչ իմանամ ճանապարհին վարորդը ընտանիքում 2-3 երեխա կան տարբեր ժամերի են դասերը ավարտում, ավելի բարդ ինքը շատ մեծ խնդիր է ժողովրդի համար ու բողոքել կա, այսինքն այնպես չէ որ յուրաքանչյուր մի հոգի չկար, անկեղծ ասեմ որ բացարձակապես ուղղակի եկել են, ոչ թե քննարկել են տեղի ժողովրդի հետ, Վարդենիս համայնքի գյուղերի հետ, չեն քննարկել բնակիչների հետ, եկել են ասել են, «Էսի որոշումը պետք է անենք»։ Փաստի առաջ են կանգնացել։ Ինչպես փաստի առաջ կանգնացեցին 20 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը, որը ըստ էության որևիցե մեկ հետ, անգամ արտաքին գործի նախարարը Նիկոլի թիմից լինելով տեղյակ չէր այդ փաստաթղթից։ Եվ եթե մենք հիմա նույնպես պետք է ասենք, վայ դե ԿՊ-ն ասում ուրեմն ճիշտ է լինելու, գիտեք, այնպես չի որ մենք բանակցություններում այդ թեման չենք քննարկում, ես ասեմ ասենք Արցախի թեման շատ լավ, քանի որ մտնում ենք իմ սիրելի թեման, մասնագիտական թեման, ես մի երկու դիտարկում անել նախ եւ առաջ շեշտեմ, որ մինչեւ էտել էին բացառում Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի գոյության մասին, ասում են ՀԿ-ը բանի տեղ մի դրեք, ես վերջի 4-5 տարում դարձավ շատ դուրս պետական կառույց եւ բացի դրանից ասեմ, որ հենց նույն Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի տեսլականի 4.1 կետում հստակ գրված է, որ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հող, ես այսպես ձևակերպում եմ ասում, պետք է անպայման կապված լինի վերջնական խաղաղության պայմանագրի հետ։ Ես ունեմ հիմնավոր կասկած, այո, որ խաղաղության պայմանագրում այդ կետը ներառվի։ Իսկ ինչ գիտենք, Էմիլի ջան։ Իհարկե ոչ Ալիևի կողմից եղավ առաջարկը, այլ անդամների։ Տեսեք, ասում են կա մի քանի հրապարակից է խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, բայց ես ունեմ վարկած, որ կարող առանձին կից արձանագրությամբ այլ փաստաթղթեր լինեն։ Դա մենք չենք տեսնի։ Հիմնական տեքստից այլ փաստաթղթեր կարող են լինել, դա սովորական նորմալ երևույթ է միջազգային պայմանագրերի մեջ։ Եվ եթե այսօր ադրբեջանցիները ինչ ասել են Նիկոլը կատարել է, ես կարող եմ հիմնովին կասկած ունենալ, որ նաև սա է կատարելու։ Եվ դա է պատճառը, ասեմ, որ խնդիրը նաև այստեղ միայն արևմտյան ադրբեջանցիները ասված այդ հակահայկական կեղծ կառույցի մասին չէ, գլոբալ է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը իհարկե մի կողմից ուրախանալի այն փաստով, առանձնացված փաստով, որ ժողովրդի մեծ մասը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, այդտեղ Դոնթի Բանաձևն է գործել։ Մի կողմից էլ վտանգներով լի է, որովհետև մենք լավ գիտենք, թե օրինակ առաջիկա մի տարում ինչա սպասվում Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ Ադրբեջանը ինչ հիմնական թեզեր է դրել իր այսպես կոչված խաղաղության հիմնական կեղծ քարոզի տակ, որ առանց դրա դա հնարավոր չի։ Եվ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նաեւ այստեղ ապրող մարդ չեմ կարող չմտահոգվել այդ հարցերով։ Եվ սա է խնդիրը, մենք պետք է ավելի անկեղծ լինենք մեր ժողովրդին։ Գիտեք, մեզ համար հաճելի չէ անընդհատ խոսել։ Չէ, մի կողմից էլ Ադրբեջանը շատ պլաններ կարող է ունենալ, ամեն ինչ կարող է երազել, ծրագրել եւ ամեն ինչ անել, որ դա իրականանա, բայց այստեղ պետք է կամք լինի դա իրագործել։ Հիմա իրենք ասում են, մենք չենք ուզում, մենք չենք ընդունում այդ ամեն ինչը։ Այսինքն ինչպես հակադարձել Ադրբեջանին, հակազդել նրան։ Մի հատ հիմա կասեք նորից կրկնողություն եք անում։ Ադրբեջանի Հանրապետության կամ Իլհամ Ալիևին հնարավոր է հակազդել միայն մի պայմանով, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Մնացած բոլոր պայմաններում հնարավոր չի։ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատների ենթարկված անձնավորություն է, պարտված ճակերտավոր ղեկավար է։ Եվ եթե պարտված ու կոմպրոմատների տակ գտնվող ղեկավարին, ինչու եմ այսպես ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը գնում է հանդիպումների Ալիևի հետ, մի եղբայրական մթնոլորտի միջև, գուրգուրանքի միջև, գալիս է Հայաստան, սկսում է սաղին փակել, նստացնել, հոխորտալ ժողովրդին, անպատվել, վիրավորել, ես այլ բան կամ այսպիսի մոտեցում դիտարկել չեմ կարող։ Նորմալ ղեկավարով ազգությամբ հայա չի կարող գնա հակառակորդ երկրի ղեկավարի հետ հանդիպի, այն էլ այդ միջավայրում, այստեղ գա սկսի մուրը իր ժողովրդից անել։ Ես այստեղ այլ բան չեմ տեսնում, քան այս մեծ ջրբաժանը մեր եւ հայ ժողովրդի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, այսպես ասեմ։ Եվ մատ շատ կարճ դիտարկում անեմ, այնպես չի որ մեր համար հաճելի է անդադ ասել 300,000 ադրբեջանցիներ, բնավ ոչ, բայց մենք պետք է անկեղծ լինենք մեր ընտրողների եւ առհասարակ հայ ժողովրդի հանդեպ։ Եթե մենք խնդիրների մասին չենք խոսում ու փորձում ենք
այդ տեսակ մոտեցմամբ հա դե հկա բան չի անի, մոտենալ, ուրեմն մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Մենք պարզապես նույն օրակարգն ենք սպասարկել, ինչը Նիկոլ Փաշինյանը։ Միգուցե 300,000 չլինի, բայց ամեն դեպքում սկզբնական փուլում ես որպես մասնագետ մի քանի փուլերի եմ բաժանել, այո, ճիշտ եք ասում, ես մի քանի փուլերի եմ բաժանել որպես մասնագետ ուսումնասիրությունների հիմքում եւ ամենավերջի, այսպես ասած 5-րդ փուլը իր մեջ ներառում է փոքր խմբերով ադրբեջանցիներին բերելը ու դրա պրակտիկան Ադրբեջանն ունի արդեն Արցախի օկուպացիայից եւ հարակից տարածքներում ադրբեջանցիների բնակեցման տարբեր ձևերով է բնակեցնում ես վստահ եմ նույն բանը կանի այստեղ եւ ֆինանսական շահագրգռվածությամբ եւ սպառնալիքի մարկանց կստիպի բերի այստեղ բնակեցնի փոքր խմբերով իսկ մենք լավ գիտենք եւ որպես ծնելիության խնդրով Ադրբեջանի ինչքան մեծ բազմազավական ընտանիքներ կան Ադրբեջանում եւ համեմատ Հայաստանի իհարկե եւ նաեւ մենք գիտենք որ Ադրբեջանը ինչպիսի մեխանիզմներ է կիրառել նույնը Արցախում օրինակ ասեմ որ ավելի փաստահեն լինի օրինակ 44 օրյա պատերազմ մասնակցած ընտանիքին սպառնացել են ասել են եթե չգնաք այս ինչտեղը բնակվելու ձեզ կզրկենք նպաստից կզրկենք ձեր երեխային շահիդի ավելի ճիշտ կոչումից այսինքն մարդկանց շանտաժին ենթարկում նույնը կանոնով տանում են որովհետև այստեղից ասում են Արցախն էլ չկարողացան բնակեցնել հիմա ինչ են ասում Արցախը բնակեցնել քիչ թե շատ այո բնակեցում կա բավական 20 թվականից անցել է 6 տարի, բայց 22-ից անցել է 3 տարի, իսկ այդ ժամանակահատվածում անցել եւ տեսանյութեր կար, որ բողոքում էին, որ լավը չեն տները եւ այլն, այո, խնդիրներ կա, ես անկեղծ եմ, խնդիրներ կա բնակեցման առումով, խնդիրներ կա, դա ճիշտ է, բայց այնպես չի, որ չեն բնակեցվում այնտեղ։ Այնպես չի, որ ադրբեջանցիներ չեն ապրում, փոքր, այսպես ասեմ, եթե գալիս է 100 մարդ 100 մարդից եթե սկզբում գնում էր 50-60-ը այդ առաջի տարիներին, հիմա կգնա 20-30-ը։ Այսինքն ըստ էության իրենք այնտեղ անընդհատ ինֆրաստրուկտուրա են զարգացնում, խանութներ են բացում, աշխատատեղեր են ստեղծում, որ մարդիկ այդտեղ ապրելու հնարավորություն ունեն։ Իհարկե շատ մեծ դժվարությամբ, ֆինանսական բեռնա, քարոզչական դժվարությունը մարդկանց հարմարվելու խնդիրն է շատ մեծ դժվարությամբ, բայց ունեն փոքր հաջողություն։ Իսկ այդ փոքր հաջողության հիմքի վրա կարան կառուցեն այս հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։ Ու պատահաբար չխոսեցի սահմանամերձ հատվածում դպրոցների փակմանը, որտեղ իմ առաջի այդ ինդիկատորը, որ աշխատում է, ինչա հուշում քեզ այս քայլը, հենց դա է, մարդկանց դիվադադար անեն, ստիպեն, որ լքեն գյուղը, հատկապես 20 թվից շատ մարդիկ են սահմանամերձից իրենց տները թողել գնացել, որ վերջում փաստացեն դե գյուղը մեզ պետք չի, ինչ ոնց էր չի ասում, քիչ է զոհվել, քիչ է կռվել, դե կացի քիչ է ապրում, եկեք տանք այդտեղ ադրբեջանցիները ապրեն։ Ես այդ մարդուց լավ բան չեմ սպասում։ Ամենն անկեղծություն։ Հաջիևի անմիջապես այցան դրությունից հետո ինչ բացատրություն ունի։ Թե Փաշինյանն ասում է մենք ենք նախաձեռնել անվտանգային խնդիրներ կար, բայց ամեն դեպքում իրենք ինչ անհանգստություն։ Ես կարծում եմ, քանի որ մինչ օրս Ադրբեջանում քննարկում է սահմանադրական փոփոխությունների մասով փոքրամասնություն լինել Նիկոլի, այսինքն իրենք չեն կարող դա անցկացնել։ Ես կարծում եմ ընտրությունից հետո Հաջիևը գալա Հայաստանի Հանրապետություն, նախ եւ առաջ դրա հարցի քննարկումներ եւ հասկանալու որքան է շանսերը իրենց մեծ, որպեսզի իրենց գրած եւ թելադրած սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանն այստեղ Ինչու այդքան կարևոր է սահմանադրությունը իրենց համար։ Հասկանալ է, չէ՞ որ անկախության հռչակագիրը երբեք վտանգ չի ներկայացրել իրենց համար։ Իրենք էլ դա շատ լավ գիտեն, որ հիմա էլ չի ներկայացնում։ Այո, ճիշտ եք ասում, ես ձեր հետ համաձայն եմ, ուղղակի այստեղ շատ կարևոր նորություն կա։ Ադրբեջանի Հանրապետությունը փորձում է ոչնչացնել անգամ ամենափոքր նշանակություն չունեցող հանգամանքները հետագայում Հայաստանի Հանրապետության կամ օրինակ Արցախի մասով որևէ պահանջ ստեղծելու միջազգային օրակարգ կլինի, նորից ինչ որ շարժումներ կլինեն, չենք կարող ասել 10 տարում ինչպեսի փոփոխություն կլինի ամբողջ գլոբոսի վրա, այսինքն բացառել, որ այլևս երբեք պատերազմ Ադրբեջանի հետ չլինի, դա կարծում եմ միայն քաղաքական ծաղրացումները կարող են անել եւ սեփական ժողովրդի նոր ցեղասպանություն պատրաստող քաղաքական գործիչներ, որովհետեւ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը միշտ եղել է ներգրաված պատերազմների մեջ եւ պատերազմները որպես երևույթ անխուսափելի են։ Ինչ որ մի ժամանակ է գալիս, որ պետք է պատերազմ լինի, որովհետեւ մի պետություն ուսից ուժեղանում է կամ այնպիսի պահանջներ ունենում, որ կարողանում է մյուս պետության հաշվին դա իրականացնել։ Եվ ասել, որ հնարավոր չի Ադրբեջանի պատերազմ, իմ խորին համոզում դա դավադի եւ հակապետական քաղաքական գործիչների ուրեմն դիտարկումներ են, որովհետեւ մենք լավ տեսել ենք Ադրբեջանը 30 եւ ավել տարիներ ինչպիսի վերաբերմունք ունեցել Հայաստանի հանդեպ, իսկ մենք լավ գիտենք, որ գալը երբեք իր մոտեցումը ոչխարի հոտի հանդեպ չի փոխում։
նույնը հիմա Ադրբեջանն է։ Եվ բայց Ալիևը ամեն դեպքում խոսում է, որ խաղաղությունը արդեն հաստատվել է, ասում է, որ պատերազմի էջը փակել ենք եւ այլն եւ այլն։ Մի կողմից էլ այս հայտարարությունները։ Հիմա ինձ ուզում եք հիմա Այսինքն ինքը խաղաղության անվան տակ հասկանում է նաեւ այդ ծրագիրը, որը նախաձեռնել է ՀԿ-ների կողմից։ Այո, տեսեք, Իլհամ Ալիևը ինչ է պատկերացնում իմ մոտեցումը որպես մասնագետ իրենց քաղաքական եւ քաղաքական դաշտին ուսումնասիրող մարդու, իրենք պատկերացնում են մի հատ ընդհանուր իրավիճակ, երբ որ այլևս չկա հնարավոր որևէ փոքր նշույլ Հայաստանի Հանրապետությանը զարգացնելու հնարավորություն, որը կստեղծի նաև հավանականություն պետականության զրկման։ Այսինքն ըստ երևույթին, երբ որ դու ճունես ոչ միջազգային ճանաչման ցեղասպանության արտաքին քաղաքականությամբ Արցախի էջը սուբյեկտները մի քանի հոգին փոքրիկ խմբակով որոշում են փակված համարել, կամ օրինակ եկեղեցու դեմ արշավանքները, որպես այդպիսին սահմանամերձ գյուղերում կամ առհասարակորեն մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները վատթարացնելը, որտեղ մենք տեսնում ենք, չէ՞ որ բյուջեն ճեղքված կա, մենք տեսնում ենք, որ հարաբերությունները տնտեսական առումով գերտերությունների հետ շատ վատն են, այսինքն լուրջ խնդիրներ է ստեղծում, իսկ մարդու համար ինչապես ապրելու համար սնվել։ Եթե ժողովուրդը չի կարողանում իր առօրյա հացը վաստակի երկրում կամ իր անվտանգությունը զգա երկրում, ինքը գնալու է այս երկրից։ Այսինքն տեղը ազատելու միշտ ասել եմ սրա մասին տարիներ շարունակ, հիմա էլ եմ ասում, Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի Հանրապետության հիմնական ոչնչացումն է ոչ թե պատերազմով, այլ դատարկելով ժողովրդին այստեղից, ունենալով ընդամենը 5000 հոգի, որպեսզի մատով ցույց տա, ես էթնիկ փոքրամասնություն ունեմ եւ իրենց անվտանգությունը ապահովում։ Իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է։ Ամենայն անկեղծությամբ մարդկանց սոցիալական պայմանները շատ վատն են, ընդհակառակ աղքատությունը փոխանակ վերանար կամ ավելի նվազել շատացել է մարզերում վերջին Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, պատերազմների միջով անցել երկիրը, տարածքներ են կորցրել, հայրենիք են կորցրել, այսինքն դրականը բացասականի ֆոնին էականորեն ցածր է եւ դու այդտեղ չես կարող դրական, այսպես ասած, պրոգնոզ անել, ասել, որ հա դե ուրեմն լավ կլինի, որովհետեւ նման ինչ որ նախադրյալներ կան։ Իլհամ Ալիևի նպատակը Հայաստանի Հանրապետությանը ինչպես Ադրբեջանի հետ հարաբերությունները հիմա ինչ փուլում է եւ Թուրքիայի հետ կարծես թե ոչինչ հարաբերություն չկա։ Ես կուզեի ձևակերպումը ճիշտ մեկնաբանենք, այդտեղ միակողմանի վերաբերմունք է եւ հարաբերություն հաստատելու համար շատ առաջերտին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի նորմալ մարդ, ով առաջերտին առաջնորդում է իր ժողովրդի շահով։ Իրավիճակը հետեւյալն է, որ ընտրություններից հետո ԿՊ-ն պրոբլեմ ունի Ալիևի դեմ, չի կարողանալու սահմանական փոփոխություններ իրականացնել, սակայն այստեղ նույնպես մեծ խնդիրներ կան, կարող է նաև դիտարկվել որպես օրինակ պայմանագրի ստորագրում եւ չստորագրում, որտեղ եթե մենք մանդատները վերցնում ենք, մենք մաս չենք կազմելու դրա մասին շատ է ասվել։ Այստեղ կարող է նույնպես շանտաժի մեթոդ կիրառվել, ասել դե եթե չեք ստորագրում պատերազմ է լինելու, բայց ասեմ սրա մասով էլ այսինքն եթե նախագիծը բերվի ազգային ժողով որոշում ունեք արդեն այդ մասով որ դրա մասով շատ հայտարարություն արվել, որ խաղաղության պայմանագիրը այն ձևաչափով ինչպեսին ոչ թե դեմ եք քվեարկելու, այլ չեք մասնակցել։ Այսպես ասեմ, այն խաղաղության պայմանագիրը, որը որ կա այսօրվա իրականության մեջ, մենք դրա հետ հաս չենք, մենք կողմ չենք այդ պայմանագրին։ Դրա համար ենք ասում փոխենք բանակցողին, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի ի նպաստ հայ ժողովրդի, ոչ թե Իլհամ Ալիևի։ Իսկ նոր սահմանադրությունը։ Ես գիտեք, տեքստը հայտնի չէ, թաքուն են պահում, որոշակի տեղեկատվական արտահոսքեր եղել են։ Ճիշտ կլինի, երբ որ հրապարակվի, որ ժամանակ իրենք համարեն հարմար հրապարակելու, իհարկե դա ծանոթ անելով Իլհամ Ալիևի հետ, երբ որ կհրապարակեն սահմանադրությունը, կարծում եմ այնտեղ ավելի հետաքրքիր եւ ռումբեր կգտնենք սահմանադրության տակ դրված, թե մեր պետականության հիմքի տակ նոր ռումբեր կգտնենք, կհասկանանք, որ ինչպեսի օրինակ մոտեցում կա եկեղեցու հանդեպ, Արցախի հիմնահարցն այդտեղից հանված ըստ երևույթին ես խորը կասկածներ ունեմ ցեղասպանության միջազգային ճանաչման մասով, նաև մոտեցումներ ունեմ, որ էթնիկ փոքրամասնությունների մասով կլինի ավելի լայն պատկերացումներ, լիազորությունների տալ կլինի էթնիկ փոքրամասնությունների, որը նույնպես կարող են դիտարկել որպես էթնիկ փոքրամասնություն արևմտյան ադրբեջանցիներին։ Այստեղ խաղերը շատ մեծ են ու ես կուզեի, որ այս պահին այս մասով մեկնաբանություն չտայի, մինչև ռեալ փաստեր չլինեին, որպեսզի մենք փաստային քննարկեինք։ Իդեպ այն խոսակցությունը, որ Նարեկ Կարապետյանի հետ կապված եղավ, որ նա ասում էր, որ падգամավորներ 8 եթե պակասեն, մենք կարող ենք ՀՊ-ից մեր կողմը քաշել, իրենք էլ հակառակն են ասում եւ վստահ են, որ ձեր կուսակցությունից, ձեր խմբակցությունից մարդիկ են լինելու, ովքեր միանալու են ՀՊ-ին։ Հիմա ինչ երաշխիքներ դուք ունեք, որ իսկապես այնպիսի ճնշումներ չեն լինի, որ միանան ձեր խմբակցությունից մի քանի հոգի ՀՊ-ին եւ ըստ դրա նաեւ նրանք սահմանադրության հետ մեծամասնությունը կազմեն եւ կարողանան սահմանադրություն անցկացնել։ Ինչու՞ ենք մենք չենք դիտարկում այն հավանականությունը, որ
ընդդիմության կողմից կլինեն այնպիսի ճնշումներ, որ ԿՊ-ից 6 հոգի կամ 8 հոգի ստիպված կլինեն քվեարկել ուժեղ Հայաստան դաշինք կամ խորհրդանական, եթե մենք վերցնում ենք մանդատները, խորհրդանական ընդդիմության, օրինակ impeachment-ի գործընթացին կամ օրինակ այլ քաղաքական զարգացումների օրինագծին։ Դե հա, բայց ամեն դեպքում մենք այսպես պետք է ընդգծենք, որ եթե մենք առաջնորդվում ենք այնպիսի մարտավարության, որ պաշտպանողական մարտավարություն է լինելու, այդպես մենք ԿՊ-ին ոչ մի ձևով չենք կարող հաղթել։ Ինչու եմ ասում ԿՊ-ին անակնկալներ են սպասվում, նրա համար, որ ունենք որոշակի մոտեցումներ եւ դրանք կիրառվելու են։ Իհարկե օրենքի սահմանում, սա միշտ չէ այստեղ, որովհետեւ մեր երկրում ժողովրդավարությունը արդեն առնակամակած վիճակում է։ Բայց ձեր մոտից չեն միանա իշխանությանը, այսպես ասեմ, հասկանալի չէ իշխանության ճնշումների։ Այո, տեսակի կարող են լինել։ Այո, հա ճիշտ եք ասում, վստահությունը մեր թիմի անձանց վրա անհատական առումով բավական բարձր է։ Նույնը մեր ղեկավարները այդ մասով ունեն մոտեցումներ եւ ես ավելի շատ հարցեր այսպես կտայի, թող ԿՊ-ն այդ մասով անհանգ ստանա, որովհետեւ մեր մասով մենք անհանգ ստանալու տեղ չունենք։ Վստահ եք։ Այո։ Ձեր պատգամավորների վրա։ Այո։ Շնորհակալ եմ դրության համար։ Զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Գառնիկ Դավթյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։